Հիսուս Քրիստոսը մարդու մարմնում Աստված էր, որ եկավ աշխարհ, որպեսզի փրկի ինձ, քեզ, բոլորիս, փրկի մահից, դժոխքից։ Նա Սուրբ Աստվածն էր մարդու մարմնում։ Հիսուս Քրիստոսը երբեք մեղքեր չի գործել, նա անմեղ, մաքրամաքուր Աստծո գառն էր, նա Աստված էր մարդու մարմնում։ Իմ համար նախատեսված բարկության, Աստծո բարկության բաժակը իմ մեղքերի պատճառով, որ նախատեսված էր իմ համար, իր վրա վերցրեց Հիսուս Քրիստոսը, լինելով կատարյալ սուրբ։ Մեր մեղքերի համար մենք պիտի գնայինք դժոխք, եւ դժոխքում կրեինք հավերժական տանջանքներ, տառապանքներ։ Հիսուսը իր վրա վերցրեց այդ բոլոր ցավերը, որ ես այդ ցավերը երբեք չզգամ։ Հիսուսը ինձ այդքան շատ սիրեց։ Նա ինձ ազատեց այն տառապանքներից, որոնք հավերժ են, որոնք հավիտենական են եւ իմ մեղքերի պատճառով են, բայց նա ինձ այնքան սիրեց, որ այդ ամենը վերցրեց իր վրա եւ ինձ ազատեց այդ ամենից եւ ինձ կյանք պարգևեց։ Նա ուզեց, որ ես հավիտենական կյանք ունենամ եւ իր կողքին այդ հավիտենությունը ապրեմ։ Նա ինձ այդքան սիրում է եւ նա այդքան քեզ է սիրում եւ նա այդքան բոլորին է սիրում։ Նա դա արեց աշխարհի մարդկության բոլոր սերունդների, բոլոր ազգերի համար, միլիարդավոր մարդկանց մեղքերը նա վերցրեց իր վրա։ Արդյոք մենք ի վիճակի ենք նույնիսկ պատկերացնել, թե ինչ ցավեր է տարել Հիսուսը։ Եվ դրանք միայն մարմնական ցավերը չեն։ Ինչ է զգացել կատարյալ Սուրբը եւ մեր Փրկիչը, Աստծո օձյալը, Աստծո որդին, Աստծո խոսքը, որ մարդացել էր, ծնվել կույսից Սուրբ Հոգով։ Ինչ է զգացել նա։ Նա կրել է միլիարդավոր մարդկանց ամենասարսափելի մեղքերի ցավը իր վրա, եւ մարմնի, եւ հոգու։ Այն բոլոր ցավերը, որ պիտի այդ միլիարդավոր մարդիկ դժոխքում զգային հավերժ, նա իր վրա է վերցրել։ Ես վստահ եմ, որ մենք ոչ մի կերպ դա չենք կարող պատկերացնել։ Եվ դա կարող էր անել միայն Աստված։ Միայն Աստված կարող էր թե տանել այդ ամենը, թե մաքրել մեզ այդ ամենից։ Միայն Աստված, միայն մեր ճշմարիտ Աստվածը, մեր Հայր Աստծո որդին Հիսուս Քրիստոսը։ Նա բարձրացավ խաչը ողջ աշխարհի մեղքերի ծանրությունը իր վրա։ Ողջ աշխարհի մեղքերի ծանրությունը նա տարավ, մինչև բարձրացավ խաչը։ Այդ ողջ ծանրությամբ։ Եվ հենց խաչի վրա էլ հաղթեց այդ մեղքին։ Նրա ոտքերի տակ պարտվեց Սատանան։ Հիսուսը ոտքով տրորեց, ջարդեց օձի գլուխը։ Օձը Սատանան, որ Եդեմի պարտեզում խաբեց Եվային կնոջը։ Եվ մեր Փրկիչը, որ աշխարհ եկավ կնոջից, կնոջ միջոցով, կույսից ծնվելով։ Մեր Փրկիչը ջարդեց օձի գլուխը, նրան պարտության մատնելով։ Եվ Սատանան, մեղքը, որ մահն է, մահը պարտվեց Հիսուսի ոտքերի տակ։ Եվ կյանքը հաղթեց մահին, եւ կյանքը Հիսուսն է։ Ինչպես որ գրված է նրա մասին Աստվածաշնչում։ Հովհաննեսի ավետարանում 1-4 մասում կյանքը նրանով էր եւ կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարի մեջ լուսավորում է եւ խավարը նրան չտիրեց։ Այո, խավարը, որ մահն է ու Սատանան, չարը, չտիրեց լույսին ու կյանքին, որ Հիսուսն է, որովհետև չարը երբեք չի կարող տիրել նրան, որովհետև չարը երբեք չի կարող հաղթել նրան, Աստծուն, չի կարող Հիսուս Քրիստոսին հաղթել չարը երբեք։ Հիսուս Քրիստոսն Աստված է, եւ Հիսուս Քրիստոսը հաղթեց, եւ կյանքը հաղթեց։ Հիսուսն էր, որ հանուն սիրո տարավ այդ բոլոր ստորացումները, ցավերը, անարգանքը եւ Աստված լինելով դա արեց, այսինքն ամենաբարձրը նսեմացվեց։ Եվ նա նսեմացվեց ու խաչին բարձրացվեց հենց իր ստեղծած աշխարհում, երկրի վրա, իր ստեղծած մարդու ձեռքով։ Բայց հանուն սիրո նա դա արեց եւ գնաց մինչեւ վերջ։ Հաղթանակ տարավ։ Այդ հաղթանակը, որ նա տարավ չարի հանդեպ, մահվան հանդեպ, պարտության մատնելով մահին, Սատանային, նա իր հաղթանակը տվեց մեզ, պարգևեց մեզ, կիսվեց մեր հետ։ Հիսուսը, ամենազոր արարիչ Աստված, այնքան սիրեց մարդուն, իր ստեղծածին, այնքան սիրեց, որ Աստված լինելով, եկավ ու այդ ողջ ցավի միջով անցնելով, շարունակում էր սիրել մարդուն եւ բարությամբ էր նայում այն մարդուն, ում պատճառով ինքը անցնում էր այդ ամենի միջով։ Վերջին պահին խաչի վրա Տեր Հիսուսը Հայր Աստծուն ասաց՝ «Ներ իր Հայր նրանց, քանի որ չեն հասկանում ինչ են անում»։ Իրեն տանջողների համար Տեր Հիսուս Քրիստոսը դիմեց, խնդրեց Հորը։ Այդ ինչպիսի սեր է, նման սեր կարող է ունենալ միայն Աստված։ Աստված, ամենազոր արարիչ Աստված, ծնվեց մարդու մարմնով, իր ստեղծած մարդուց, կույս Մարիամից, ապրեց մարդկային կյանքով, ամենահամեստ կյանքով, 30 տարեկանում սկսեց քարոզել,
Աստծո արքայության մասին, բժշկել, ազատագրել մարդկանց, սովորեցնել, ապրելով ամենադժվար պայմաններում, ենթարկվելով հետապնդումների, հարձակումների, մեղադրանքների, զրպարտանքների եւ ապա մատնվեց իր աշակերտի կողմից։ Կտանքների ենթարկվեց, բարձրացավ խաչին, գամվեց մեխերով, արնագհամ լինելով մահացավ խաչի վրա, շարունակելով մեզ սիրել։ Այդ ամբողջ ընթացքում նրա սերը նույնն էր։ Ինչպես մինչև աշխարհը գալը, որ նա սիրում էր մեզ անսահման սիրով եւ եկավ հանուն մեր փրկության, այդպես էլ իր ողջ կյանքի ընթացքում ու այդպես էլ ողջ տառապանքների, տանջանքների ճանապարհին մինչև խաչի վրա մահացավ։ Նա նույն սիրով շարունակում էր մեզ սիրել, նա մեզ չէր մեղադրում, նա մեզ չէր դատապարտում, նա շարունակում էր մեզ ողորմել, ողորմած սիրով էր նա մեզ սիրում։ Մարդիկ նրան խոցում էին, դաժան վերքեր էին հասցնում, ծաղրում էին, թքում էին նրա վրա։ Նա ասում էր չեն հասկանում։ Այդ ինչպիսի սեր է, մարդու համար անպատկերացնելի սեր է։ Եվ նրա սերը չփոխվեց, որովհետև նա միշտ նույնն է, Աստված միշտ նույնն է եւ նրա մոտ ոչ մի բան երբեք փոփոխման ենթակա չէ։ Հիմա նա այդ ամենը արեց, հաղթանակ տարավ մահվան նկատմամբ եւ այդ հաղթանակը նվիրեց, պարգևեց մեզ, որ մեր մեղքերի պատճառով անցավ այդ ամենի միջով, որ մենք մեր ձեռքով էինք նրան մտրակում։ Ես գիտեմ, որ իմ հասցրած վերքերն էին Հիսուսի վրա։ Ես գիտեմ, որ այդ ամբողից մեկը ես էի, ես գիտեմ, որ այդ մտրակողներից մեկը ես էի, որովհետև իմ մեղքերի պատճառով էին այդ վերքերը Հիսուսի վրա։ Այդ վերքերը ես եմ նրան հասցրել։ Դրանք իմ մեղքերի պատճառով էին այդ վերքերը։ Նա իմ փոխարեն կրեց, իմ հասցրած վերքերն էին, իմ հասցրած ցավերն էին նրա վրա։ Ես այդ ամբողի մեջ էի եւ ես մտրակողներից մեկն էի։ Դա այդպես է, դա ճշմարտություն է։ Իմ հասցրած վերքերն էին իմ Հիսուսի վրա։ Մեզ, որ իր ստեղծածներն էինք, մեզ, որ մեղքերի մեջ էինք, մեզ, որ չար էինք, մեզ, որ մտրակեցինք ու խաչեցինք նրան, մեզ նա սիրում էր եւ սիրում է։ Դա կյանքի հաղթանակն էր, որ Հիսուս Քրիստոսը տարավ մահվան հանդեպ հաղթանակ խաչի վրա։